Եդեք ենքան լավը, որ մենք կարանք ստեղ միաբան հավաքվենք, տիրոջը մեծարենք, իրապես մեր Տերը շատ, ոնց որ ասած, չքնաղ է, էլի զորավոր է։ Գիտեք, ես Աստրախանից եմ, 1000 կիլոմետր քշի եկել ենք, բայց եդեք մի վարքյան էլ չեմ բանանով ես եկել եմ երկար ճանապարհ, որ կարած զգաս այսօր խոսքով կիսվես այն թանկակինը խոսքը Տերը որ դնում է մարդու սրտին, դա իրապես դա մի հատ օրհնություն է։ Գիտեք, օրհնություն է, որ դու գտնվես այդտեղ, օրհնություն է, որտեղ բոլորը քո քույր եղբայրներ են, չէ՞։ Դա մեծ նշանակություն ունի, գիտեք։ Ես իրապես այնտեղ հովի եմ ծառայում եմ արդեն 3 տարի կլինի, հա, թեթևի մասին ես պատմեմ, որ իմանաք։ Ունեմ 4 հատ երեխա, կինս էլ է ծառայում, երեխաներս է սաղ եկեղեցու մեջ ենք, ծառայության մեջ ենք։ Ու գիտեք, դա երանելություն է, որ քո ընտանիք, քո կինը, քո երեխեքը քո հետ մեկտեղ ծառայում են։ Եվ որ դու կարաս կանգնես աղոթքի քո ընտանիքի հետ եւ ամեն օր փառաբանես, մեծարես ու գոհանաս Տիրոջ, որ Տերը քո կյանքում է։ Գիտեք, ես նույնը կցանկանամ ձեր ամեն մեկին, որ դուք Տիրոջով ապրեք։ Գիտեք, Տիրոջով ապրել դա երջանկություն է, դա մի հատ մեծ օրհնություն է, զորություն է։ Ես չեմ ասում դժվար է այսօր Տիրոջով ապրել, հեշտ է Տիրոջով ապրել, ես չեմ ուզում այդ ամենը դժվարացնեմ ասեմ, բայց իրապես դա ջանք է։ Գիտեք, ես մեկ-մեկ մի հատ օրինակ եմ բերում, ասում եմ, ես որ դու քո մի հատ նպատակ ես դնում քո կյանքի մեջ, մի բանի հասնես, չէ՞։ Մեկը նպատակ ունի, մեքենա առնի կամ մեկը մի հատ տուն սարքի կամ ես խոսում եմ մարդկային բաների մասին, էլի։ Երբ որ դու դնում ես նպատակ, դու անում ես ամեն բան, գիշեր, ցերեկ ուզում ես դրանը հասնես ու երբեմն ստացվում է ձեր մոտ։ Գիտեք, մենք էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, երբ որ մենք մեր հարաբերությունը հաստատել ենք, մենք ամեն ջանք պետք է անենք, այդ նպատակը դնենք, որ իրապես մենք արժանանանք իրանը։ Գիտեք, իրապես արժանանք իրանը, գիտեք, ոչ թե մենակ խոսքով, ես կարամ ասեմ, խոսքը դե մի կողմ, որտեղ մենք շատ անգամ կարում ենք, ասենք, մենք հավատում ենք, մենք սիրում ենք, բայց երբեմն գործով մենք չենք կարում ցույց տանք, որ Տեր, մենք քոնը պատկանում ենք, մենք կարանք գանք քո հետևից, մենք կարանք քո կամքը, քո գործը կատարենք։ Գիտեք, այսօրվա իմ խոսքը սենց էլ հենց վերաբերվում է, սենց ոնց այսիմ կարող ասեմ, եկեք իմ հետևից։ Դա Քրիստոսի կոչն է։ Եթե Քրիստոսի կոչն է, որ Քրիստոսը կոչ անում, ասում է արի իմ հետևից, եկեք իմ հետևից։ Ես այդ խոսքը կիսվել եմ նաև Աստրախանում 2 ծառայություն առաջ, որտեղ շատ է աղոթում, ասում Տեր, ինչ խոսք բերեմ, որը բերեմ, հա ֆռում էի գալիս էի դե վրա էի կանգնում, որովհետև ես շատ մեծ նշանակություն եմ դնում, երբ որ դու իրապես գնում ես Քրիստոսի հետևից։ Գիտեք, երբ որ Տերը կոչ է անում, ասում է արի, ես դու Հիսուս ամեն բան թողես գնաս իր հետևից, չէ՞, բայց շատ անգամ մեր պատկերացումը տարբեր ալնում, հասկանում ես այդ քայլին։ Ամեն մեկը մի ձև է մտածում, ոնց կարամ թողեմ գնամ։ Գիտեք, ես շատ մարդկանց եմ հանդիպում, որ ասում են, գիտես, ես թողել եմ, ես գալիս եմ, ես անում եմ, ես էս եմ, ես են եմ, ես էս եմ։ Երբ որ սկսում ես համեմատել, մեր Տերը երբեք չէր բողոքում, երբ որ ինքը եկավ այս աշխարհ մեզի տալու ինչ փրկություն, հավիտենական կյանք։ Ինքը երբեք չտրտնջաց, ինքը երբեք չասեց, գիտես, թե սխի եկամ, խի արեմ։ Գիտես, երբ որ ինքը իր ծրագիրը, իր պլանի մեջ դու ոնց որ ասես դու մտնում ես 2000 տարի անցել է, եւ այսօր մենք ստեղ ավետարան ենք հանում, այդ բարի լուրը տարածվում է ամեն մարդու, որպեսզի ամեն մարդ փրկվի, դա իրականություն է։ Գիտեք, իրականությունը այն է, որ մի օր կգա եւ մեր Տերը կգա։ Այդ մի օրը, գիտես, ես չեմ կարող ասեմ, վաղը կլինի, մյուս օրը կլինի, մյուս օր կլինի, բայց դա ֆակտ է, դա ըլնելու է, դա ըլնելու է, եւ նա գալու է, եւ մենք ամեն մեկս մի օր հանդիպելու ենք իրանը, հասկանում եք։ Եվ դրա համար այսօր մենք պետք է իրապես հաստատուն ձևի կայնենք այն ճանապարհին, որի մեջ որ Տերը քեզի կանչել է։ Տերը քեզի կանչել է դառնալ որդեգրել է, տվել այդ որդեգրության ժառանգություն, որովհետեւ դու հստակ գնաս։ Եվ դրա այդ մեկտեղ, գիտես, իրապես դու պետք է հասկանաս այդ չափանիշը, տեզիսը, ինչ դու պետք է անես, երբ որ Քրիստոս քեզ կանչում, ասում է եկեք իմ հետևից, չէ՞։ Սենց մի կոչ ինքը անում է իր աշակերտներին։ Ես այդտեղը կկարդամ եւ մենք սենց մի քիչ ասում եմ կանգնենք։ Ես շատ եմ սիրում թե օրինակներ բերել նոր ուխտիցին, որովհետեւ օրինակները, գիտեք, ես կարամ ասեմ
Շատ հետաքրքիր է, որովհետև դու տերում ես այդ նմանությունը, դու տերում ես, որ իրապես, երբ որ դու այդ օրինակները բերում ես, այդ օրինակները դու հիանում ես, հիանում ես, որ մարդը կարա այն վաղ 2000 տարի առաջ սես բան անի։ Եթե երբ որ Պողոս Արաքյալի խոսքերը լսում ես, ասում է իմ համար, ասում է Քրիստոսը, ասում է կյանքը, իսկ մահը ձեռք բերում է։ Ու դու մտածում ես, ասում ես Պողոսի համար կյանքը, ասում է իմ համար Քրիստոսն է, մահը ձեռք բերում է, շահը։ То есть իր համար ժամանակ գոյություն չունի Պողոսի համար, հասկանում եք։ Պողոսի համար, то есть այսօր ստեղ այնտեղ շարունակություն է այդ խոսքի, որ ինքը խոսում է Ֆիլիպեցիներից մեջ, ինքը ասում է, գիտեք, ստեղ մնամ ձեր համար էլ լավ, գնամ այնտեղ էլ իմ տիրոջ հետ եմ։ То есть ինքն ապրում է տիրոջ համար։ Երեք այնքան քաց է, որ դու գիտես քո կյանքը տիրոջն է լովին պատկանում։ Գիտես պատկանալու հետ մեկտեղ իրապես դու պիտի ջանք դնես, որ դու լովին պատկանաս մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Նայեք, Մատթեոսի ավետարանում 4-րդ գլխում այստեղ մի հատ հետաքրքիր դեպք է կատարվում, եւ այդ դեպքի հետ մեկտեղ երկու հոգի գնում են, երկու եղբայր գնում են Քրիստոսի հետևից։ Ես կկարդամ այստեղը Մատթեոսի 4:18։ Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեա լճի եզերքով, տեսավ երկու եղբայրներ՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, Անդրեասին, նրա եղբորը։ Նրանք ուրկան էին գցում լճի մեջ, որտեղ ձկնորսներ էին։ Հիսուս նրանց ասեց. «Եկեք իմ հետևից, եւ ես ձեզ մարդկանց ворսորդներ կդարձնեմ»։ Այսքան ես ուզում եմ ստեղ մի քիչ մենք խորհենք, քիչ հետաքրքիր մոտեցում է, չէ՞։ Երկու եղբայրներ ձկնորսություն էին անում, իրանց համար ձուկ ենում, ընտանիքը, մեկ էլա, մյուսը, լիքը խնդիրներ։ Ու Քրիստոս շրջելից եկավ իրանցը կոչ արեց։ Ասեց. «Եկեք իմ հետևից, եւ ես ձեզ կսարքեմ մարդկանց ձկնորսներ»։ Ես մտածում ասում եմ, մեր Տերը այդ կոչում արել ամեն մեկից։ Մի անգամ, մի օր, երբ որ դու այսօր ստեղ ես, կարող է դու 5 տարի առաջ ես ապաշխարել, մի ամիս առաջ ես այդ կոչումը քոնը է եղել։ Մեկի միջոցով եւ մեկը քեզ ասել է, գիտես, ընդունիր Քրիստոսին։ Ես քեզ կարող եմ ասեմ, դու այսօր ճիշտ տեղում ես գտնվում, որովհետեւ ես կարող եմ ասեմ, որտեղ որ Տերը քեզ տեղադրել է, այնտեղ էլ մնա։ Քո օրհնությունն այնտեղ է։ Նայեք, այդ երկու եղբայրները թողեցին ու գնացին Քրիստոսի հետևից։ Ինչ արին։ Իրանք թողին սուսպուս վեր գացան գնացին։ Ինչ խոստում տվեց Քրիստոսը։ Ես ձեզ կսարքեմ մարդկանց ձկնորսներ։ То есть դու մարդ պետք է բռնես։ Ես մտածում, ասում եմ, այդ երկու աղբերներ պատկերացում ունեն, ինչ է իրանց սպասում, հետագայում ոնց արնում։ Իրանք զղջում էին, որ գնացին Քրիստոսի հետևից։ Գիտեք, ես մտածում եմ, չէ։ Մի գրամ, մի վայրկյան չեք զղջում։ Գիտեք, որ դու քո կյանքում որոշում ես կայացրել, գնաս Քրիստոսի հետևից, կրած քեզ մտքիդ մեջ հարցած, դու զղջում ես։ Գիտես, մեծամասնությունը խոսքով կասեն, չէ, ես չեմ զղջում, ես ճիշտ տեղում եմ, ես պետք է գնամ Քրիստոսի հետևից։ Բայց երբ որ գալիս է կյանքի իրադարձությունը, գործերը շատ անգամ խոսում են հակառակը։ Շատ անգամ մենք չենք կարող որ ցույց տանք իրապես մենք կարանք թողենք սենց այդ երկու աղբերների նման Պետրոսի, Անդրեասի գնան Քրիստոսի հետևից։ Ինչ դժվարություն է, ծանր է ճանապարհը, մեկ էլ է, մյուսը, լիքը խնդիրները։ Գիտես, երբեմն դու պետք է իմանաս գնալ։ Գիտեք, միտեղ Քրիստոսը նույն բանը ստեղ էլ ասում է Մարկոսի ավետարանում։ Ես կարող եմ մի քիչ շատ կարդամ, ասես նմանություն։ Մարկոսի ավետարանի 8-րդ գլխի 34 խոսքում Հիսուս ասում է, ապա Հիսուսը ժողովրդին աշակերտներ միասին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։ То есть նորից կոչում է Քրիստոսը ստեղանում։ Ասում ով որ ուզում է իմ հետևից գա, թող ինչ անի, ուրանա իր անձը, վերցնի իր խաչը, նոր գա իմ հետևից։ То есть Ստեղ Քրիստոսը հավաքում է ոչ թե մենակ աշակերտներին, ամբողջին ժողովրդին, հասկանում եք, то есть ասում է ուրացի քո անձը, չի ասում խաչդ վերցարի նոր ուրացի, ասում է ուրացի, նոր վերցարի։ Ինչպես Հռոմեացիների թղթումը կարծեմ ասում է հոգով սպանեք մարմնի գործերը, հոգով սպանեք։ То есть Քրիստոսը կոչ անում, Քրիստոսը խոստանում է քեզ եւ ինձ եւ մեզ բոլորի սովորեցնի։ Մատթեոսի ավետարան 11-րդ գլխում 28 Քրիստոսը ասում բոլոր հոգնած ու բեռնավորվածներ եկեք ինձ եւ հանգիստ գտեք իմ մեջ, սովորեք ինձանից, որովհետեւ ես հեզ ու խոնարհ եմ սրտով։ Ասա մի հատ, սիրելիս, դու ունես բան սովորելու Քրիստոսից, թե արդեն դու ամեն ինչ սովորել ես։ Գիտեք մենք պետք է սովորենք գնալ իր հետևից։
Մենք պետք է վերցնենք այն օրհնությունը, որը որ ինքը պատրաստել է քո համար։ Ամեն։ Այդ օրհնությունը զորավոր օրհնություն է, հասկանում եք։ Գիտես, ես մի գիրք էի կարդում, այս վերջերս հետաքրքիր մոտեցում էր աստվածաբանական, այս քրիստոնեական, մի այդ հեղինակը գրում էր երկու օրհնությունների մասին։ Գրում էր ֆիզիկական օրհնությունների մասին, մարմնային, եւ գրում էր, խոսում էր աստվածային երտնային օրհնություններ։ Այդպես հետաքրքիր է։ Հենց մի հատ մտածենք, ինչ օրհնություններ է մեզ այսօր հետաքրքիր, երտնային թե ֆիզիկական։ Այդպես ես շատ կողմ եմ գնում երտնային օրհնություններին, որտեղ ֆիզիկական օրհնությունը շատ անգամ մեզի պարզ է։ Մենք ուզում ենք այս, մենք ուզում ենք այն, մենք ուզում ենք այս, թեւը սավմա, ոտը սավումա, այս եմ ուզում, այն եմ ուզում, այս եմ։ Ես շատ անգամ հարցնում եմ, մի վաղ ես sense խնդրում եմ, շատ շուտ ասում եմ, Տեր, այս եմ ուզում, այն եմ ուզում, եւ ահա Սուրբ Հոգին մի օր sense մի տվեց ինձ, ասեց, «Էլ մի հատ հարցրա Տիրոջից, Տերը ինչ է ուզում քեզանից»։ Դու մի օր հարցել ես, Տեր, դու ինչ ես ուզում։ Թե մենակ տուր։ Ես փոխի իմ աղոթքի մոտիվացիան։ Ես կամ խնդրացել Տեր, ես ուզում եմ, որպեսզի դու ինձ օրհնես 10 իմաստություն, 10 ինչ ուժ պայքարելու, ինչի դեմ պայքարելու։ Պողոս Արաքելը ասում է, մեր պայքարը մարմնի դեմ չի։ Մեր պայքարը մեղքի դեմն է, խնդրեմը հենց մեղքն է։ Խնդրեմը մեր սրտից է, որ ամեն ինչ դուրս է գալի, Քրիստոս ասում է, այն ինչ որ դու ուտես, մտնում է քո մեջից դուրս է գալի, բայց այն ինչ որ քո սրտից դուրս է գալի, հենց այդ է քեզ գայթակեցնում, հենց այդ է քեզի պղծում, հենց այդ է քեզի տանում դեպի կորուստ։ Գիտեք, երբ որ Քրիստոս ասում է, եկեք իմ հետևից եւ ես ձեզ կսարքեմ, ուրացեք ձեր մարմինը, գիտես դու մինչև չուրանաս քո մարմինը, մինչև դու չմեռնես իրապես, մինչև դու վերստին ծնունդ չառնես, դու չես կարող իր հետևից գնաս։ Գիտես դու քո եսով, քո էգոիզմով, քո պարտությունով դու չես կարող իրան կոչվես իր զավակ, իր որդին, հասկանում ես։ Դու պետք է լիովին ուրանաս քո անձը, քո մարմինը։ Եթե դու ուզում ես երտնային օրհնություններ, փնտրիր երտնայինը, ցածին ինքը քեզ կտա։ Դիզեք գանձեր երկնքում։ Մի դիզեք գանձեր ստեղ։ Իրեք այդ տարբեր ոնց ասեմ ձեզի մոտեցումները, որի մասին որ մենք կարանք այսօր ասենք։ Ես ասում եմ քեզ դու այսօր ճիշտ տեղում ես, որովհետև դու այսօր ստեղ ես։ Որովհետև Տեր այսօր քեզ կանչել է, դու այսօր ստեղ ես, դու ստե պտիլնես եւ դու այդ դա քո օրհնությունն է, քո բաժինն է, հասկանում ես։ Կարող է Տերը քեզ օրհնել այնքան ինչքան քեզ պետք է։ Այնքան ինչքան ինքը գիտենում է, որ պետք է քեզ, հասկանում ես, պետք է այդքան կշատացնի, բայց արա այն գործը, որ քեզ Տերը կանչում է, կոչ անում։ Գիտեք, ես հին ուխտի մի օրինակ եմ ուզում բերեմ ձեզ, ես ուզում եմ այդ օրհնությունների մասին էլ մի քիչ խոսամ, երբ որ մարդիկ գնում են Քրիստոսի հետևից եւ շատերը մտածում են, գիտեք, ամեն մարդ մի սպասում ունի, չէ՞։ Մեկ ասում է, ես գնում եմ Քրիստոսի հետևից հավիտենություն, մեկը գալիս է սպասումները ուրիշ են լում եւ այս սպասումները շատ անգամ չի արդարացվում, հասկանում եք, եւ փորը փոշման երբեմն մարդիկ հիասթափվում են, գայթակղվում են եւ ուզում են հեռանալ, ուզում են գնում են, փնտրում են ուրիշ տեղ, ուրիշ Աստված, բայց գիտես ճշմարտությունն է, որ Տերը քեզ կանչել, դու ստե պետք է լինես, դու ստե պետք է օրհնվես եւ այդ օրհնությունը քո համար է պատրաստված, հասկանում ես։ Եվ դու դրա մեջ պետք է աճես։ Գիտեք, հին ուխտում կար մեկը, մի հատ Աբրահամ անով մարդ, հիշում եք, չէ՞։ Այս Աբրահամը օրհնված անձնավորություն էր։ Հիշում եք Ծննդոց գրքում 12-րդ գլխում, երբ որ Աստված օծեց Աբրահամին, օրհնեց, կարամ ասեմ, բացեք այստեղ, եթե ձեր մոտ կա ավետարան, Աստվածաշունչ։ Ծննդոցի այս առաջի խոսքից կկարդամ 12-ի։ Տերն ասաց Աբրահամին. «Գնա քո երկին, քո ազգականներին եւ քո հորը տնից այն երկիր, որ ես ցույց կտամ։ Ես քեզ մեծ ասպիտի դարձնեմ եւ օրհնեմ քեզ ու մեծացնեմ, քո անունը դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կորտնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ, աշխարհի բոլոր ազգեր քեզանով կորտնեմ»։ Եվ Աբրահամը գնաց ինչպես Տերը ասել նրան, Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառնից դուրս գալ Աբրահամի 75 տարեկան էր, то есть Ղովտն էլ գնաց իր հետ։ Ով էր Ղովտը։ Իր եղբոր որդին էր, չէ՞։ Ղովտը երբ որ գնաց։ Իրեք հետաքրքիր է, որ Ղովտը երբ որ գնում է Աբրահամի հետ, Ղովտը ոչ մի բան չուներ։ Ոչ էշ ուներ, ոչ անասուն, կարամ ասեմ, այսպես մոտեցումով էլի, ոչ մի բան չուներ։ Ինչ կատարվավ հետագայում Ղովտի հետ։ Ղովտը հարստացավ։ Ինչի հարստացավ Ղովտը, որովհետև Աբրահամը օրհնված էր։
То есть Ղովտը գնաց Աբրահամի հետ, ստացավ այն օրհնությունը, որը որ Աստված օրհնել էր ումը Աբրահամին։ Եվ ինքը, երբ որ մենք կարդում ենք շարունակությունը 12 գլխում, ինքը ամեն բան ուներ, հասկանում ես։ Կովեր ուներ, հովիվներ ուներ, եւ հետաքրքիր որն է, երբ որ ամեն ինչ արդեն ուներ, եւ սկսավ ինչ անել, վիճաբանել Աբրահամի հետ։ Տեղը քիչ էր, նեղ էր, տեղ էր, ամեն ինչ խառնվում էր, եւ ինչ ասես, էլ չեն կարող մենք իրար հետ մի ճամփա գնանք։ Բայց գիտեք, Աբրահամ ուզում էր, որ Հովտը մնար։ Իրապես Աբրահամ ուզում էր, որ Հովտը մնա։ Ես քեզ կարող եմ ասել միացած մի բան։ Երբ որ դու գալիս ես Քրիստոսին, երբ որ դու երբեմն հիասթափում ես, մտածում ես մի բան եւ ուզում ես հերվանում ես կամ իշո մի բանը, հավատա, Տեր ուզում է, որ դու մնաս։ Տեր ուզում է, որ դու հասկանաս։ Տեր ուզում է, որ դու գիտակցես, ապաշխարես եւ նոր կյանք սկսես, նոր էջից սկսես։ Հասկանում ես։ Երբեմն այդպես մտքեր է գալի տեղիք մի տուր այդ մտքերին։ Գիտես, նայր խաչին, նայր Քրիստոսին։ Գիտես, աներավ ուզում է գդրի քեզի այն մի մեծ ընտանիքից, այն մեծ մասից, որը որ կոչվում է Տիրոջ ինչ եկեղեցին, Տիրոջ հարսը։ Գիտեք, որտեղ մեր Տերը գալու է հարսի հետևից, մեր Տերը գալու է եկեղեցու հետևից, Տերը չի գալու անհատների հետևից, հասկանում ես, որ ինքը իր համար այնտեղ մի օր, չէ, միաբանության մեջ։ Դուք հավատում եք, որ Տիրոջ ներկայությունը ստեղ կա, հավատում եք, որ մեր Տերը ստեղ է։ Գիտեք, ես այդ ներկայությունը զգում եմ։ Գիտեք, ես ներկայությունը զգում եմ, որ իր ներկայությունը կա այստեղ։ Որտեղ ասեմ, որտեղ 2-3 հոգուց ավելի խոսում են իմ մասին, ես այնտեղ եմ։ Գիտեք, Տերը խոնարհության մեջ է, Տերը անկեղծության մեջ է։ Տերը ումնափնտրում սուրբ ու հանրատ անոթներ։ Հասկանում եք, դու կարաս դառնալ սուրբ ու հանրատ անոթ Տիրոջ համար։ Գիտես, եւ ստեղ մենք տենում ենք Ղովտի մոտեցումը։ Գիտեք, հետաքրքիր է մարդկային լոգիկայով, երբ որ մենք նայում ենք, Ղովտի համար արդեն ամեն ինչ պարզ էր։ Ինքը փնտրում էր ինչ ֆիզիկական, մարդկային օրհնություն, հասկանում եք։ Բայց շատ անգամ ես կարող եմ ասեմ, երբ որ մարդը sense մոտեցումով մոտիկանում է եւ ինքը ուզում է, то есть հասկանում ես, գիտես, եթե ինքը շարունակեր մնար Աբրահամի հետ, ես հավատում եմ ինքը ավելի կորտներ։ Բայց ինչ եղավ իրանց մեջ։ Նայեք, ես կկարդամ էլ Կարճ Ծննդոցի 13-րդ գլխում 10 խոսքից։ Ղովտ իր աչքերը բարձրացեց, տեսավ, որ Հորդանանի որ շրջակայքում ամբողջապես որգված էր, քանի որ Տերը Սոդոմ ու Գոմոր չէր կործանել մինչև Սեգորի սահմանը, Տիրոջ դրախտին նման էր Եգիպտոսի երկրի նման։ То есть բաժանվում են, ասում է, ես ուզում եմ գնամ, Աբրահամ ասում է, նայ որտեղ որ ուզում ես, ընտրի գնա, իր աչքերը ինքը թեքում է լավ տեղը, Սոդոմ Գոմոր։ Մենակ փախնեմ Աբրահամից, վերցեմ իմ հարստությունս գնամ։ Մենակ գնամ Տիրոջից, մենակ գնամ ստեղից, ես գնամ լավը կճարեմ ինձի։ Գիտեք, բայց դա մեծ սխալներ։ Ինչեր մեծ, վերջում ստեղ որ մենք կարդում ենք 13 խոսքում Սոդոմի բնակիչները շատ չար էին եւ մեղավոր Տիրոջ առջև։ Ինչ եղավ։ Ինքը կիսեց, վերցեց, գնաց իր վրաները խփեց Սոդոմի Գոմորի դաշտերը, հələ քաղաք չէր մտել։ Սա խփեց, այնտեղ մնաց, սկսավ այնտեղ ապրել։ Հետո քիչ ինքը ներգրավավ, մտավ այդ Սոդոմ Գոմորի մեջ։ Հետո այնտեղ արդեն դարձավ, այնտեղ ծերունի էր դարձել, լիքը բաներ, եւ մի օր ինչ կատարվավ, Աստված շատ ջղայնացել էր Սոդոմ Գոմորի բնակիչների վրա։ Կարամ ասեմ, երբ որ Տերը զայրացավ, ինքը պատժեց այդ երկու երկիրները, այդ երկու քաղաքները։ Ինչ կատարվավ Ղովտի հետ։ Ղովտը ուղղակի փախավ։ Այն որ ասում ռուսական մի հատ խոսք ասում, в чем мать родила, այդ շորովել փախավ։ Կնոջը կորցրեց, երկու աղջիկներին վերցրեց, այդ հարստությունը ինչ որ ուներ, ոչինչ բան, մենակ ինքը փախավ։ Ինչի որտեվ Աբրահամը ընդեղ էր արդեն, հասկանում ես, խոսացե, բարի խոսում էր իր համար։ Ինչի պատճառով։ Իր խնդրեմը այն էր, որ ինքը չմնաց Աբրահամի հետ։ Եթե ինքը մնար Աբրահամի հետ, այդ օրին ինքը չէր ընկնի։ Ինքը լավին էր ձգտում, ինքը հարստության էր ձգտում, հասկանում եք, ինքը ուզում էր ավելին, լավ տեղերն էր փնտրում։ Բայց կարող է Տերը այսօր ուզում է, որ դու ստե մնաս։ Մի աչքերդ գցի ուրիշ տեղ։ Գիտես, այսօր քորտնությունը ստեղ է, որտեղ Տերը քեզ տեղադրել է մնա անդե։ Հասկանում ես։
Դու ստեղ ես պետք, եթե Ղովտը մնար, ինքը չէր կործանվի։ Եթե Ղովտը մնար Աբրահամի հետ, ինքը կորտնվեր ավելին։ Գիտես իր սխալը այն էր, որ ինքը ֆիզիկական օրհնություններ էր։ Ինքը գնաց Աբրահամի հետ, հասկանում եք, ինքը քայլեց, գնաց Աբրահամի հետ, բայց մինչև վերջ չմնաց հավատարիմ Աբրահամին։ Ոնց որ հրախպայր, ոնց որ օրհնված մի ազնվորություն։ Գիտեք, Տերը այսօր զորավոր է։ Գիտես, եթե դու սկսել ես քո ճանապարհը Քրիստոսի հետ, եթե դու այսօր խոստում ես տվել Տիրոջը, գիտեք, այսօր այնքան կարևոր է, որ մենք իրապես ունենանք փոփոխություններ մեր կյանքում, սիրելիներս, իրապես։ Գիտեք, այսօր շատ անգամ մարդկանց եմ հանդիպում հոգևորներին, երբ որ չեն կարող կողքինին սիրեն, չեն կարող ներեն։ Գիտեք, ես շատ անգամ ասում եմ, մարդիկ կլնում են 2 ժամանոց հոգևորներ։ Գիտեք, 2 ժամանոց հոգևորներ, երբ որ գալիս են, սաղ լավ, սաղ օրհնություն, սողոցություն, սաղ մեկը մեկին սիրում են, այսքան մի հատ ավազանք, մի հատ խնդրեմ։ Այն մեր իսկական կյանքը, որտեղ, գիտեք, մեր տներում է, մեր ընտանիքներում է, որտեղ որ մենք չենք կարող ուրանանք մեր անձը, որտեղ որ մենք չենք կարող սիրել, որտեղ որ մենք չենք կարող զիջել, որտեղ որ մենք չենք կարող օրհնել, որտեղ որ մենք չենք կարող շատ ու շատ բաներ գցել մի կողմ, այլ ապրել իրական Քրիստոսով, իրական Հիսուսով, այն Հիսուսով, որը խոստացավ ինչ, փրկություն, հավիտենական կյանք։ Այն Հիսուսը, որ ասեց սովորեք ինձանից, այն Հիսուսը, որ երկու աղբերին ասեց, եկեք իմ հետևից ու ես ձեզ կսարքեմ մարդու որսորդներ, ձկնորսներ։ Միտքը այն էր, որ դու կլինեք զորավոր մի անձիկ։ Գիտես, դու էլ ես այսօր զորավոր։ Գիտես, դու երբեք մի թերագնահատի քեզ, որ դու զորավոր չես, որ դու այս չես կարող, այն չես կարող։ Հավատա, Տերը եթե քեզ կանչել է, դու այդ կոչումդ քո ունես։ Դու ունես քո կոչումը, խնդրի Տերը քեզ ցույց կտա։ Դու կարաս քո պոտենցիալը օգտագործես Տիրոջ փառքին, միանշանակ։ Եթե շատ անգամ ասում են, բա ես ինչ պետք է անեմ, էլ ինձ գիտեք այնքան մեր մոտ ասում են, բա ես ինչ պետք է անեմ, հո ջան, ոնց անեմ, ինչ անեմ։ Ես ասում եմ հասարակ մի բան, Մարկոսի ավետարանի 15-րդ գլխում։ Ես ասում եմ գնացեք ու տարածեք։ Գնացեք, տարածեք, ավետարանեք, հասկանում ես։ То есть մենք կանչված ենք, որպեսզի մենք տարածենք այդ խոսքը։ Մենք կանչված ենք, որ հասցնենք այդ ավետարանը մարդկանց, հասկանում ես։ Եթե դու չտանես, ես չտանեմ, բա ոնց մարդիկ են։ Դու մտածի, որ դու մի օր ապաշխարել ես, մեկը քեզ ասել է։ Այդ մեկը որ քեզ ասել է, գնացել է Քրիստոսի հետևից, չէ՞։ То есть եթե դու չունես բան տալու, դու չես կարող տաս, բայց դու պետք է ունենաս։ Եվ այդ գանձը, որ դու ունես, դա Հիսուսն է։ Հասկանում եք։ Մենք պետք է իմանանք դրանով ապրել։ Գիտես, Հիսուսի խոսքեր ուրացի քո անձը։ Գիտես, ես չեմ ասում, հեշտ է այսօր բան, բայց դու պետք է ձգտես դրանը։ Միանշանակ դու պետք է ձգտես դրանը, դու պետք է ձգտես փոխվել։ Դու պետք է ձգտես վերցնել այն օրհնությունը, որ Տերը քեզ տալիս է։ Գիտեք, եթե Ղովտը մնար Աբրահամի հետ, ինքը շատ բան չէր կորցնի։ Այսինքն ավելի կորտնվեր։ Գիտեք, եւս մի ասենց օրինակ ես տերում եմ հին ուխտից 2 մարգարեների մասին։ Հիշում եք, չէ՞, Եղիան ու Եղիսեն։ Գիտեք, Եղիան, Եղիսեն հետաքրիր է այդ մոտեցումը Եղիսեի։ Եղիսեի մոտեցումը շատ հետաքրիր է, երբ որ ինքը իր համար աշխատում էր, անում էր ամեն ինչ, եւ Եղիան եկավ, հանեց իր վերարկուն գցեց, օծեց իրանը, կպավ իրանը, հասկանում եք, ինքը օրհնվավ։ Այդ մարդը թողեց ամեն ինչ, գնաց իր հետևից։ Իսկ հետաքրիրը որն է, որ Եղիսեի մոտեցումը շատ հետաքրքիր է, որ ինքը չէր վազում մի հատ փառքի հետևից, ոնց որ Ղովտը։ Իրանը պետք էր ուղղակի օծություն Աստծուց։ Հասկանում եք։ Ես հիշում եմ այն տեղը, երբ որ Եղիան գնում էր համբարձվելու վերև, Եղիսեն իրան չթողեց։ Հիշում եք այդ տեղը 4-րդ թագավորացում, երբ որ ասում էր, ինչ ես ուզում։ Ասում է կրկնակի են հոգին, որ քո մեջ է։ Կրկնակի են հոգին եմ ուզում։ Եղիսեն մարդկայինը չէր փնտրում, ինքը փնտրում էր ուղղակի օծություն Աստծուց։ Ինքը հասարակ մի հատ անձնավորություն էր։ Ինքը սովորական անում էր, աշխատում էր, ջուր էր կրում, փայտ էր ջարդում, բայց ինքը ուզում էր օծվեր, օրհնվեր, իրանը պետք էր օրհնություն Աստծուց։ Հասկանում եք։ Եվ գիտես ինչ էր հետաքրքիր հենց այդ գլխում, ես կարամ հիմա կարդամ, իմ մոտ դա գրած է 4 թագավորաց 2-րդ գլխում։
Հետաքրքիրը այն էր, որ 3 անգամ Եղիսեն ասեց թող ու գնա ինձ, ասեց ես չեմ թողնի գնա, ես միջև վերջ կմնամ քո հետ։ Այ հավատարմություն, չէ՞։ Իսկական ինչ է։ Այ հավատարմություն, չեմ գնացում, կմնամ քո հետ միջև վերջ։ Հասկանում եք, ստենում ես, ասում ես իսկական ինձ էլ այդ մարդը ոնց է սիրում Եղիային, ոնց է ուզում Աստծո օծությունը, օրհնությունը։ Հասկանում ես, հարստության հետևից չի ընկած, փառքի հետևից չի, ուղղակի ուզում Աստծուն ծառայի։ Դեք երբեմն այսպես մենք պետք է նախանձախնդիր ենք, ես ստենում եմ, sense մտածում ասում եմ, այս չի նախանձախնդիր անձա։ Ասում եմ, ես քեզ չեմ թող։ Կարող մենք ասենք, Հիսուս, ես միջև վերջ քո հետևից կգամ։ Կարող ասենք, եկեք մենք sense ասենք, Հիսուս, ես միջև վերջ քո հետևից կգամ։ Դա դավանանք է, գիտեք, այն ինչ որ դու դավանում ես, հասկանում ես, այն էլ դու ստանում ես։ Գիտեք, մենք միշտ պետք է ճիշտ բաներ դավանենք մեր կյանքի մեջ։ Երբեմն այն սխալ դավանանքները գալիս են մեր կյանքում։ Գիտեք, դավանենք sense բաներ, Հիսուս, ես միջև վերջ քո հետևից կգամ։ Հիսուս, ես քոնը լինեմ։ Դա դավանանք է, հասկանում եք։ Հիսուս, ես հավատում եմ, որ իմ կյանքում կգա փոփոխություններ, հասկանում եք։ Դա դավանանքները չէ, որ ինքն է ասում, դավանիր։ Ասում հավատք հուսացած բաների հաստատությունն աչերվածած բաների ապացույց։ Եբրայեցիներս 11-րդ գլխի առաջի խոսքը։ Հասկանում եք, դա իրականություն է, հասկանում ես։ Դա իրականությունը այն ինչ որ դու ուզում ես, թակում ես, ասում ես, խնդրում ես, դավանում ես, բայց այն ինչ որ դու անում ես, արա անկեղծ սրտով։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Անկեղծ սրտով։ Գիտեք ոնց որ Եղիսեն էր, Եղիան ասում էր գնա, անկեղծ ասում էր ես չեմ գնա, ես միջև վերջ մնալ եմ քո հետ։ Գիտեք, դա հենց իրապես են, ոնց ասեմ քեզի, այն քաղցրությունն է, որ դու գիտես քո Տիրոջն է, բայց Տերը երբեք քեզ չի թողնի։ Հասկանում ես։ Ճարի մեկին, որ այսօր միջև վերջ քեզի կարա խոստանա ու ասի ես քո հետ եմ, հավիտյանս հավիտենից դու իմն ես։ Ով կա այսօր։ Բացի Հիսուսից։ Ով կա։ Բայց ինչի մենք չենք կարող հավատարիմ իրան լինենք։ Ինչի մենք չենք կարող իսկականից պահենք այն խոսքերը, այն խոստումները, որ մենք տալիս ենք, հասկանում եք։ Երբ որ ասում ես Տեր, ես կգամ, Տեր, ես կանեմ։ Երբ որ դու ասում ես, երբ որ դու անում ես, ձգտի համապատասխանես։ Ձգտի քո խոստումը պահես միջև վերջ։ Ձգտի միջև վերջ գնաս իր հետևից։ Իրես որտեվ դիզիր գանձեր այնտեղ, օրդություն այնտեղ է, հասկանում ես։ Պողոս ասում է, մենք ապրում ենք ժամանակավոր վրաների մեջ։ Դա ժամանակավոր է, բայց այսօր դու կարաս շատ բան անես, հասկանում ես, սիրելի քույր ու եղբայր։ Այսօր քո մի խոսքից ավետարանչությունից կարաս մեկի կյանքը փրկես։ Մեկին բերես փրկությանը, հասկանում ես։ Գիտեք, ես վաղտին այնքան եմ մտածում իմ կյանքում։ Ես շատ մարդկանց հետ էի շփվում, երբ որ գալիս էին, ես մլում էր վաղտ մի 7-8 տարի առաջ ես ամոթյանում ասում եմ հիմա կիմանան, հիմա այս կողմ են կողմ եւ հետո հասկացամ անցան տարիներ, որ ես պետք է ավետարանեմ ամենտեղ։ Գիտեք, այսօր իմ համար չկա չափանիշ, որտեղ ես որ ավետարանեմ։ Որտեղ էլ եմ ես ավետարանում եմ։ Ես պետք է պատմեմ իմ Հիսուսի մասին։ Հասկանում եք։ Գիտեք ինչի, որտեղ ես հասկանում եմ, որ մի օր ես կկանգնեմ իր մոտ։ Եվ այդ մի օր ինքը կասի. «Բա հիշում ես այն Պետրոսին կամ այն Մեկելին, որ տամ եսի ինչ օր եկավ քո մոտ դու լրիվ բան չասի, բայց ինչ եմ պատասխանելու»։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դա լուրջ է, դա շատ լուրջ է։ Մեր Տերը կենդանի է, դա իրականություն է։ Մենք չենք խոսում առասպելի մասին։ Մենք խոսում ենք կենդանի Հիսուս Քրիստոսի մասին։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մենք խոսում ենք կենդանի Հիսուս Քրիստոսի մասին։ Քրիստոս, որ իր կյանքի գնով փրկեց ինձ ու քեզ։ Հասկանում եք։ Դա շատ լուրջ մոտեցում է, դա շատ իսկական թեոլոգիա է աստվածաբանության, որովհետև որ մեկը կարող այսօր գար ուղակի կյանքը տա քո համար։ Ով մեկ այսօր կարասի գիտես, սպասի ես կգնամ խաչի մոտ, ես պատասխան կտամ քո տեղը, Հիսուս Քրիստոսը։ Դրա հետ մեկտեղ ինքը քեզան շատ բան չի ուզում։ Ինքը չի ասում, գիտես, ես իմիջեր արայի մեծ, ես իմիջ, ուղակի հավատա։ Ուղակի թող ուրացի քո անձը վերց ու գնա իր հետևից։ Էդ է գինը հավիտենության, հասկանում եք։ Դեք ես այնքան մարդկանց եմ տեսել, որ իրապես չեն հասել ապաշխարել, իրապես չեն հարցել փոխել իրանց կյանքը։ Դեք ես եմ դաժե մարդկանց, ովքեր որ իրապես փոխում են իրանց կյանքը, իրապես ջանքում են, պայքարում են,
Ես շատ անգամ ասում եմ, դες ապաշխարությունը դա մի ճանապարհ է, մի քայլ է, կա երկրորդ քայլ, էտապը, ճանապարհը, պատերազմը։ Դες հոգևոր, այսօր քո կյանքը պատերազմ է, բայց այդ պատերազմի մեջ դու պետք է ես հաղթող։ Գիտեք ինչի՞։ Դա հասարակ մաթեմատիկա է, որտեվ այն, ով որ քեզ տվել է այդ հաղթանակը, ինքը հաղթել է, եւ դու ես պարտավոր հաղթես։ Գիտես։ Երբ որ քեզ դժվար է, երբ որ դու թույլ ես, երբ որ դու տկար ես, երբ որ դու հիասթափվում ես, մի ընկճվի։ Գիտես, Տերը քո հետ է, Տերը քո սրտում է, հասկանում ես։ Եկեք ես անցած անգամ հիշում եք, չէ՞, անցած Կիրակի Պենտեկոստյան օր էր։ Ես քարոզում եմ միտեղ Հովհաննեսի երկրորդ թղթից է կարդում, որ մենք ունենք օծություն, դա Սուրբ Հոգին է։ Գիտես, Սուրբ Հոգին այսօր քո մեջ է, այսօր Աստծո մի մասնիկ քո սրտում է։ Գիտես, դու պատկերացա, երբ որ հին ուխտը մենք կարդում ենք, Աստված ռուսերեն ասած վիբրշներ ուղարկում իր հոգին, թագավորների վրա, մարգարեների վրա, հիշում եք այն դրվածքը, երբ որ Սամուել մարգարեն գնաց Դավիթին օծելու, ասեց դուք մարդիկ սովորություն ունեք, ձեր աչքի տեսածով տենաք, բայց ես Աստված նայում եմ մարդու սրտին։ Երբ որ ինքը յուղով օծեց, հոգին Սավուղի վրա եղավ, ինքը զգաց, հասկանում եք, բայց այսօր Սուրբ Հոգին քո մեջ է, դու ապաշխարում ես, դու ընդունում ես, դու տալիս ես քո կյանքը, Հոգին քո մեջ է, հասկանում ես, օգտվի այն ինչ որ Տերը քեզ տվել է, հասկանում եք ինչ եմ ասում, որովհետև դա շատ լուրջ է։ Եվ մի տեղ ես ուզում եմ ձեր հետ կիսեմ, շատ հայտնի տեղ է, մի օրինակ էլ դա նոր ուխտից է, դա Ղուկասի ավետարանն է, ես շատ եմ սիրում այս տեղը, անառակ որդու պատմությունը։ Եկեք անառակ որդու պատմությունը։ Եկեք ինչի շատ եմ սիրում, որտեղ ես եղել եմ վախտին անառակ որդի, կարամ իմ մասին ասեմ։ Ես երբ որ քարոզում եմ այս դրվագը, շատ է այսպես լացում, մտածում եմ, որ իրապես ես եկամ ու հայրս ընդունեց ինձ։ Որտեղ երբ որ ես եկամ Հայաստանից Աստրախան, ես 7-րդ դասարան էի հոգևոր է, 6-րդ, 7-րդ դասարան հոգևոր էի։ Իմ մաման հոգևոր էր, տատիս հոգևոր էր, բացի պապայից, մեր սաղ ընտանիքը։ Ես նվիրված աղոթում եմ, եւ նենց եղավ, ես գնացի աշխարհ, ընկամ աշխարհ։ Շատ դժվար ճանապարհով անցամ, բայց ես փառք եմ տալի Տիրոջը, որ ես հետ եկամ նորից, շնորհիվ են աղոթները, որ իմ համար աղոթում էին։ Աղոթում էր իմ ընկերս, որ այսօր Տիրոջ մոտնա հովիվը հավիտենությունը ռուսական ծառայության մեջ էր հովիվը։ Եկեք ես հետ եկամ ոնց որ անառակ որդու նման։ Ես մտածում եմ մի անգամ կանգնած, որ ասում եմ մավան շուքի ձորի դեմ կանգնած է, եւ գիտեք մեսս դրվակ եղավ իմ հետ, ես ասում եմ Տեր, ես արժանի եմ, արժանի չեմ, ես գիտեմ որ արժանի չեմ, ես զզվում եմ ինձանից, ես չեմ անում ոնց ապրեմ, դու կընդունես ինձ, չես ընդունի ինձ, ես չեմ անում իմ հետ ոնց կլինի, ինչ կլինի Տեր։ Ես գնում եմ մի հատ տեղ, եթե այնտեղ հետը սաղլավ լինի, ուրեմն չեմ անում, ուրեմն դու տալիս ես մի հատ էլ եւս հնարավորություն։ Ես գնացի մի հատ պահ եղավ, ես մարդ կար, գնացի, ես ես մենակ կանգնամ, ես գլուխս բարձրացիմ երկինք ասեմ Տեր, դու տալիս ես նորից ինձ հնարավորություն ապրելու։ Այս անգամ ես իմ հնարավորությունս չեմ երբեք կորցնելու, ես գալու եմ քո հետևից։ Գիտեք, անցել է արդեն 14 տարի, 13 տարի ես գնում եմ Քրիստոսի հետևից։ Ու հավատացեք, ես մի վարքյան չեմ էլ կասկածում, որ այսօր ես գնում եմ իր հետևից։ Գիտեք, անցել են դժվարություններով, ցավերով, այսօր էլ հեշտ չի, բայց ես փառք եմ տալի դրան, որ ես ունեմ Հիսուս Քրիստոս։ Հավիտենական կյանք, հասկանում եք։ Դա շատ կարևոր է, եւ ստեղ անառակ որդու պատմությունը։ Ես կկարդամ մի քանի տեղ 15 խոսք, գլխից 11 խոսք ես, դարձյալ ասած, մի մարդ երկու որդի ուներ, նրանցից կրտսերը հորն ասած, հայր, տուր ինձ ունեցվածքը ինձ հասնող, բաժին, եւ նա ունեցվածքը բաժանեց նրան։ Մի քանի տող կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հերու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցվածքը վատնեց անառակությունով ապրելով։ Շարունակությունը 19-րդ գլխում արդեն սաղ վատնել էր, սաղ վատ էր իր մոտ, ասեց այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Ինձ քո վարձկաներից մեկը արա։ Եվ որդին որոշում է վերադառնա։ Ասում է գնամ միգուցե հորս մոտ չեմ անում, կտա հնարություն չի տա, գոնե վարձկաներին արժանի չեմ ոչ մի բանի։ Գիտես, երբ որ դու հերվանում ես Քրիստոսից, եթե քո կյանքի մեջ գալիս է մեծ այդ իրադարձություն, Ղովտի նման հերվածար գնացիր,
Գիտես դու ունես շանս վերադառնալու։ Գիտես ինչքան այդ քո հնարավորություն, երբ որ դու լավ ապրում ես, շնչում ես, դու կարաս վերադառնաս։ Գիտեք խնդրեմը երբ անում, խնդրեմը որ դու գնում ես այս աշխարհից ու չես կարա վերադառնաս։ Երբ որ դու ապրում ես, շնչում ես, ունես հնարավորություն օգտագործի քո հնարավորություն, որտեղ հայրը քեզ կընդունի։ Հասկանում եք։ Եվ 21 եւ որդին նրան ասեց. հայր, մեղանչեցի երկնքի քո առաջ, այլևս քո որդին կոչվել արժան չեմ։ Հայրը ծառանին ասեց. իսկույն բերեք լավագույն պատմուճանը, հագցեք նրան մատանին դրեք եւ ոտքերին կոշիկներ, բերեք պարադ եզը, մորթեք, ուտենք ուրախանանք, որտեղ իմ այս որդին մեռած էր, կենթանացավ, կորած էր ու գտնվեցավ։ Մեռած էր, կորած էր, գտնվեցավ։ Եվ այդ սերը Տերը ցույց է տալի ամեն մի կորած գարանը։ Սիրելի քույր ու եղբայր, գնա Քրիստոսի հետևից։ Գնա Քրիստոսի հետևից։ Եվ մի վարքյան երբեք մի էլ զղջա, որ դու այսօր Հիսուսին ես։ Գիտես, մահվան շուքի ձորի մեջով էլ անցնես Դավիթի Սաղմոսը, երբ որ կարդում ենք պատմում, ասում է, այս մի հատ Սաղմոս է կարդում 50, ասում է, հայր, ինչ էլ ուզում ալի մենակ քո հոգին չվերցես ինձանից։ Հայր, ինչ էլ ուզում ալնի, միայն քո ներկայությունը Սուրբ Հոգին չվերցես ինձանից։ Այսօր Տերը Սուրբ Հոգին չի վերցում, բայց գիտես իմացեն գիտակցություն, որ այսօր ինքը քո մեջ է, երբ որ դու գնաս այնտեղ, թող ինքը քո կողմից խոսա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հիսուսը քեզ սիրում է։ Ամեն։ Աստված ձեր բոլորին օրհնի։ Եկեք կանգնենք մեր ոտքերին։ Հալելույա։ Փառք մեր Տիրոջ Աստծո ժողովուրդ։ Եկեք այնքան լավ է, որ մենք կարանք միաբան աղոթենք, մեծարենք, փառաբանենք մեր Տիրոջը։ Գիտես, ես քեզ մի ասած կոչ անեմ։ Հիմա, եթե դու այսօր ունես կարիք, գիտեք այդ կարիքը որ, երբ որ դու այսօր տկար ես, երբ որ այսօր դու թուլ ես, երբ որ դու այսօր հիասթափվել ես մի բանից, գիտես, ես քո համար կաղոթեմ։ Ես կաղոթեմ, բայց ես քեզ կխնդրեմ, որովհետեւ դու հավատաս աղոթքի զորությանը։ Գիտես, հավատաս, որ քո աղոթքը, քո հենց աղոթքը ավելի զորավոր է։ Որովհետեւ դու պետք է խնդրես քո համար, երբ որ դու անկեղծ ես խնդրում, հասկանում ես։ Այդ այսօր դու տկար ես, թուլ ես, այսօր դժվարություն է, այսօր հիասթափվել ես, այսօր դու տերում ես կյանքը անիմաստ է։ Ես քեզ կարամ ասեմ, կյանքը անիմաստ չի, որովհետեւ այդ կյանքի մեջ կա Հիսուս Քրիստոս։ Հասկանում եք, կա Հիսուս Քրիստոս։ Այն Հիսուսը, որ եկավ երկու աղբերներին ասեց. եկեք իմ հետևից։ Ես ձեզ կսարքեմ մարդկանց ձկնորսներ։ Սենց այսօր դու պիտի գնաս Քրիստոսի հետևից։ Չնայելով ինչի մեջով էլ որ դու անցնում ես, այն ցեխի ջրի մեջով էլ որ դու անցնում ես, իմացի դու մենակ չես անցնում։ Վստահիր իրանը։ Եկեք փակեք մեր աշները։ Տեր, ես մեծարում եմ քեզ Տեր։ Տեր դու զորավոր ես, ով ամենակարող իմ Աստված։ Հայր, ես խոնարհվում եմ քո առջև, Տեր իմ, ես միանում եմ, Տեր իմ քո զավակների աղոթքներին։ Տեր դու տենում ես կանց Տեր շատերը, Տեր իմ, ում սիրտը կոդրված, ով որ հիասթափված է, մեկը տկար է, մեկը թուլ է, Տեր, ես խնդրում եմ ուժեղացրու, ով իմ երկնային Տեր։ Զորացրա, Տեր իմ Աստված։ Թուլին ուժեղացրա, տկարին զորացրա, Տեր իմ, թող Սուրբ Հոգու ներկայությունը իջնի այստեղ ամեն մեկի սրտերին, թող Սուրբ Հոգու կրակը վառվի, Տեր իմ։ Ես հավատում եմ Տեր այն մեկի մոտ, որ այսօր անիմաստը կյանքը դու տալիս ես իմաստ, եւ այդ իմաստը դու ես, Տեր։ Ես խնդրում եմ Տեր ամեն մեկի համար, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, Տեր իմ, որովհետև դու զորավոր ես, դու ամենակարողն ես, դու ասել ես խնդրեք ու ես ձեր համար կանեմ կտամ։ Հայր, ես խնդրում եմ քո միածին, որդու Հիսուս Քրիստոսի անունով։ Զորացրա Տեր իմ, օրհնիր Տեր իմ Աստված, թող Տեր իմ այն մարդը, որ անիմաստ է ապրում Տեր իմ, եւ իմաստը դու ես Տեր։ Դու հավիտենություն ես, դու փրկություն ես, դու ալֆան ես, ամեգան ես, առաջին ես, վերջին ես Տեր իմ։ Ես խնդրում եմ Տեր օրհնիր այդ եկեղեցին, օրհնիր ծառայությունը, Տեր օրհնիր Արսենին, Տեր իմ, եւ ամեն փառքերը միայն քեզ ու քեզ, երկնային Հայր իմ, ամեն։